Խնդրում եմ հերթագրվել։ Հերթագրում Հայկ Ֆարմանյան, խնդրեմ։ Ինչ ասեմ։ Համեցեք, պարոն Ֆարմանյան։ Ողջույն, հարգելի գործընկերներ եւ արժանապատիվ հայրենակիցներ։ Մեծագույն պատիվ է պատասխանատվություն ստանձնել հայ ժողովրդի հանդեպ եւ այդ պատասխանատվության գիտակցումով մենք գտնվում ենք այստեղ։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել բազմահազար մեր այն ընկերներին, հայրենակիցներին, ովքեր իրենց վստահության քվեն տվել են մեզ հունիսի 7-ին։ Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր իրենց վստահության քվեն մեզ չեն տվել։ Մենք իրականացնելու ենք հայրենանվեր գործունեություն, որը միտված է լինելու առանց բացառության մեր բոլոր հայրենակիցների բարեկեցության, անվտանգության եւ արժանապատվության ապահովմանը։ Ուստի մենք մեր հայրենակիցներին չենք տարանջատելու յուրայինների եւ ոչ յուրայինների։ Սիրելի հայրենակիցներ, ձեզանից շատերը հարցնում են մեզ, ինչու եք վերցնում մանդատները։ Պատասխանները շատ հստակ են եւ պարզ։ Նախ եւ առաջ պետք է նշեմ, որ մեր քաղաքական պայքարը շարունակական է։ Մենք ունենք հիմնական գերնպատակ, այն է ունենալ ուժեղ եւ արժանապատիվ Հայաստան, եւ որևէ մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենք եւ օգտագործելու ենք բոլոր քաղաքական գործիքները։ Ուստի մանդատը պետք է դիտարկել որպես քաղաքական գործիք ընդամենը, ոչ թե բարեկեցության միջոց, ինչպես շատերը կարծում են։ Մենք վերցրել ենք մանդատները, որ հայ մնանք, պայքարենք հանուն մեր ազգային արժեքների, պաշտպանենք մեր արժանապատվությունը, մեր ինքնությունը եւ վերջապես մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Մենք վերցրել ենք մանդատները, որ Բաքվի եւ Հայաստանի բանտերում ապօրինաբար գտնվող մեր քաղբանտարկյալների վերաբերյալ փորձենք լուծումներ գտնել։ Մենք վերցրել ենք մանդատները, որ ստի եւ կեղծիքի դեմ պայքարենք։ Եվ անընդհատ խոսվում է, որ եղել են իբրև թե ընտրակաշառքներ, այնինչ չեն խոսում, որ գիշերը ժամը 2-ին դադարեցվել են ընտրությունները, փոշիացվել են շուրջ 60,000 մեր ընտրողների ձայներ եւ նույն տրամաբանության մեջ նախընտրական փուլում, որը ոչ այլ ինչ է, քան նույն ընտրախախտում կոչվածը, իրականացվել է ագրեսիվ քարոզարշավ։ Եվ ես որպես բանական մարդ երբեք չէի պատկերացնի, որ մեր հայրենիքում կլինի գեթ մեկ մարդ, ով կհավատա, որ ընդդիմության հաղթանակի պարագայում իրենք գնալու են Դոնբաս կռվելու։ Եվ քանի որ մարդիկ գտնվել են մոլորության մեջ, ես վստահ եմ, որ նրանցից շատերը կայացրել են սխալ որոշում, չունենալով այլընտրանքային ինֆորմացիայի աղբյուր, դիտելով հանրային հեռուստաընկերություն եւ տրվելով այդ ագրեսիվ եւ կեղծ քարոզին։ Ուստի նաեւ դա մեր հիմնական նպատակներից մեկն է։ Սիրելի հայրենակիցներ, մենք բերելու ենք նոր քաղաքական մշակույթ։ Մասնավորապես, մեր քաղաքական գործունեությունից սկսած առ այսօր մենք գերազանցապես կամ հիմնականում խոսել ենք հիմնականում մեր անելիքների մասին, թե ինչ ենք մենք անելու, այլ ոչ թե ընդդիմախոսներին սևացնելով, սև PR տանելով, մենք մեր վարկանիշը փորձենք բարձրացնել։ Այդ նոր քաղաքական մշակույթի մեջ է մտնում նաև այն, որ ընտրություններից ընդամենը օրեր անց մենք գետնի վրա գործով ենք ապացուցել այդ ամենը, գտնվելով այն բնակավայրերում, որտեղ հիմնականում ունեցել ենք վստահության բարձր քվե, գույքագրել ենք մեր հայրենակիցներին հուզող խնդիրները եւ օպերատիվ արագությամբ, այսպես գերօպերատիվ կերպով ընդամենը օրեր անց այդ խնդիրների շատերը լուծում են գտել։ Ես մեր հայրենակիցներին կոչ եմ անում հավատը եւ հույսը չկորցնել։ Մենք շարունակելու ենք իրենց կողքի մնալ, մենք ունենալու ենք հզոր տնտեսություն, ունենալու ենք ուժեղ Հայաստան։ Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով այսօրվա օրակարգը, պետք է որ իմ հարցերը հիմնականում ուղղված լինեին ազգային ժողովի
խոսնակի տեխնացուին։ Բայց ցանկանում եմ անկեղծ գտնվել, անկախ նրանից ինչ հարցեր կբարձրացվեն, չեմ ուզում հարց տալ ընդամենը հարց տալու համար։ Միևնույն է, այն անձը, ում առաջադրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ընտրվելու է։ Բայց այդուհանդերձ ցանկանում եմ երկու հռետորական հարց ուղղել, բնականաբար պատասխան չակնկալելով, հակառակ պարագայում հարց կհնչեցնեի տեղից եւ հետեւությունները կթողնեմ մեր հայրենակիցներին։ Նախընտրական փուլում, ինչպես ես արդեն նշեցի, այդ ագրեսիվ կեղծ ինֆորմացիայի տարածմանը զուգահեռ, պարոն Ռուբինյանը տարբեր հարթակներում, սոցիալական ցանցերում, տեսահոլովակների միջոցով իր հանրային ելույթներում պարբերաբար օգտագործել է այսպես վիրավորական ենթատեքստ պարունակող խոսույթներ կամ եզրույթներ, մասնավորապես մեր քաղաքական թիմի վերաբերյալ, մեր քաղաքական առաջնորդի վերաբերյալ, որպես չակերտավոր վիրավորանք հիմնականում օգտագործել է այն քաղաքի անունը, որտեղ բնակվել է ազգային մեծանուն բարերար պարոն Սամվել Կարապետյանը։ Դա որևէ վիրավորական, խնդրում եմ տեղից չարձագանքել, որևէ վիրավորական բան իրենից չի ենթադրում, պարոն Կարապետյանը դրանից չի վիրավորվել եւ դա որևէ մեկի համար գաղտնիք չէ։ Բայց մոռանում եք, որ պարոն Կարապետյանը ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, իսկական հայ է, չնաշխարհիկ Լոռվա մարզում, այնուհետև գործունեություն է ծավալել տարբեր քաղաքներում, երբեք պետական պաշտոն չզբաղեցնելով, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, պետական պաշտոն չզբաղեցնելով, հասել է աներևակայելի արդյունքների եւ իր արդյունքների պտուղները ներդրել է հայրենիքում, բազմամիլիոնանոց, բազմամիլիարդանոց ներդրումների եւ բարեգործությունների տեսքով։ Հարցս հետեւյալն է հռետորական. չեք կարծում, որ այն աստիճանի ամբից կենսագրություն ունի պարոն Կարապետյանը, որ ուրիշ բան չկա ասելու։ Այն քաղաքը, որտեղ նա բնակվել է, օգտագործվում է որպես վիրավորական եզրույթ։ Սա մեկ, եւ երկրորդ, ես հարցս ուղղում եմ պարոն Ռուբինյանին եւ շատ ու շատ այլ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչների։ Դուք հասկանում եք արդյոք, հարցը շատ լուրջ եմ իդեպ հնչեցնում պարոն Ռուբինյանի ասած բարեկիր ձևով, թե ինչ է նշանակում օլիգարխ։ Օլիգարխ բառի իմաստը հասկանում եք թե ոչ։ Եթե ոչ, բացատրեմ շատ մատչելի կերպով։ Օլիգարխը այն անձն է, ով տիրապետելով մեծ ֆինանսական կապիտալի ազդեցություն ունի պետական համակարգի վրա։ Հարցս հետևյալն է. պարոն Ռուբինյան, դուք կարող եք ապացուցել արդյոք, որ պարոն Կարապետյանը ազդեցություն ունի պետական համակարգի վրա։ Նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ազգային ժողովի խոսնակի տեխնացուն պետք է ունենա որոշակի հատկանիշներ, այն է գնահատի իր խոսքի արժեքը, լինի բազմակողմանի զարգացած, ունենա հավասարակշռելու ունակություն։ Արդյոք եթե դուք չկարողանաք ապացուցել, որ պարոն Կարապետյանը չունի ազդեցություն պետական համակարգի վրա եւ դա այդպես էլ կա, ներողություն խնդրել եւ ասել, որ դուք լավ չեք հասկացել օրինակ օլիգարխ բառի իմաստը։ Ես պատասխան չեմ ակնկալում, բոլոր հետևությունները թողնում եմ մեր հայրենակիցներին։ Շնորհակալություն ուշադրության համար։ Ձայնը տրվում է պատգամավոր Իշխան Սաղաթելյանին, խնդրեմ։